Էս ինձ էիք հյուր եկել։ Եկել ենք մարդավարի խոսանք հասկանանք իրար Հասմիկ։ Ում հետ ես եկել էլի, սրա։ Դե խոսա Հասմիկ, ասա տեսնեմ էդ ինչ էիր ինձ ուզում ասեիր։ Ինչ։ Քո հետ եմ Հասմիկ, խոսա։ Ես քեզ ասել եմ, որ ես հիմա խոսելու ցանկություն չունեմ, չէ։ Ինչ ես եկել հասել ստեղ։ Քեզ թվում է ես երեխա եմ։ Կարաս տենց զանգես, վախացնես, խոսաս ու ուղակի հեռախոսը անջատես։ Մի վարքյան, մեկդ կբացատրի ինչա կատարվում։ Ինչ պիտի ասեիր Հասմիկ, ինչ պիտի խոսայր։ Ես քեզ ոչ մի ասելու բան չունեմ էլիս։ Մենք էլ չենք կիսվում, չէ, իրար հետ։ Ընկերուհիներ չենք էլ։ Ախպերս ճիշտ լսեցի, ճիշտ հասկացա, այսինքն Մագդան ու Արևը քեզ ու Էլիսին փակի տակ են պահել։ Հա։ Վերջն են, չկա սենց բան։ Սկզբում մտածում եմ, որ կամ ես պիտի պատուհանից ընկնեմ, կամ էլ Էլիսը, որովհետև այդ տիպի մեր խոսակցությունը չէր ստացվում, բայց հետո հաշտվեցիք։ Հա։ Նորը Էլիզը իրոք շատ է փոխվել։ Նույնիսկ Հասմիկի հետ է վիճել, պապայիդ ասել է, որ ընդհանրապես մոտ էլ ոչ մի բան չխոսի, էլ չեմ ասում Մագդայի հետ ունեցած շփման մասին։ Բա որ ասում էի։ Մնում է Ալինաս գա, նստենք մարդավարի խոսանք, ինքն էլ ամեն ինչ հասկանա ու փակենք այս էջը ու հանգիստ կյանքով ապրենք։ Կարևորը հույսը կա, ամեն ինչ դասավորվում է։ Ասում ես Մագդան ու Էլիզը ուր գնացին։ Չգիտեմ, Մագդան ինչ-որ հարցեր ուներ հարսանիքի հետ կապված, Էլիզն է գնաց, որ օգնի։ Այսի արդեն լուրջ խմելու առիթ է, իմ ախպեր։ Այսինքն Էլիզը պատրաստվում է իմ հարսանիքին ու մի հատ էլ գնում է Մագդային օգնի։ Տենց ստացվեց։ Դե արի գնանք խմենք մի բան։ Հա որ։ Հա, երկար ժամանակ է իրար հետ ոչ մի բան չենք խմել։ Դարձել ենք համեստ հարս։ Բայց թող Էլիզը գա, չեմ ուզում տատինս վիճակով մենակ թողնեմ, էլի։ Լավ։ Ինչի տատին վախենում է մենակությունից։ Էդ ինչ կապ ունի։ Շատ մեծ կապ ունի։ Էդ իմ գաղտնիքն է ու ես չեմ պատրաստվում դավաճանների մոտ բարձրաձայնել։ Զգում ես, որ փրփուրներից ես կախվում։ Շուտով կտեսնենք, թե ով կկախվի քո այդ փրփուրներից։ Համբերությանս բաժակը արդեն լցվում է։ Ասա տեսնեմ, էդ ինչ գիտես դու իմ մասին։ Դու ինչ ես խոսում։ Մենք ստեղ լրիվ ուրիշ հարցի համար ենք եկել։ Ինչ պետք է իմանա Հասմիկը քո մասին կամ ինչ կա, որ մի հատ էլ իմանա։ Չգիտեմ, Էլիզ, ես էլ չգիտեմ, ու դրա համար եմ հիմա եկել ստեղ։ Ընկերուհից զանգում է ինձ։ Ասում է, որ իմ մասին ինչ-որ գաղտնիք գիտի, ինչ-որ բան գիտի, որ իրանից բացի ուրիշ ոչ մեկը չգիտի։ Ու եթե ես այդ իմանամ, իմ կյանքը դրանից հետո ամբողջովին փոխվելու է։ Պարզա։ Հերթական անիմաստ խաղը։ Բրավո, Էլիս։ Էս ինչ շուտ ես դու ամեն ինչ հասկանում։ Լսի, ձեռ առնելու փոխարեն վերջապես հասկացի ու բոլորին հանգիստ թող։ Քո դժբախտության մեջ մենակ դու ես մեղավոր Հասմիկ, ուրիշ ոչ մեկ։ Իսկ դու Մագդա, չպիտի ինձ խաբելով բերեիր այստեղ հասցնեիր։ Ես էլ գիտեմ իրականում հարսանիքից առաջ եկել ես Հասմիկի հետ լեզու գտնես։ Էս ինչ էր։ Կներես ինձ։ Կներես Էլիս, որ քեզ խաբել եմ։ Ուղղակի ոչ մեկ չգիտի հիմա իմ կյանքում ինչ է կատարվում։ Ես ընդամենը ուզում եմ իմանամ ինքը ինչ գիտի իմ մասին։ Մեջդ կասկածներ են ընկել, հա։ Բայց ես ինչ անեմ։ Ավելի խորացնեմ, թե մի քիչ խղճամ քեզ։ Վերջ տուր Հասմիկ։ Տատ ջան, դու ուղղակի այնքան էլ լավ չես, որ քեզ մենակ թողնենք։ Ով ասեց, որ լավ չեմ, ես շատ լավ եմ։ Ու նեղվում եմ, որ ինձ հիվանդի պես եք վերաբերվում։ Ես արդեն լավ եմ։ Հանգիստ գնացեք։
Չէ, Թամարտատ, մի հատ լսի էլի ցավը տանեմ։ Ավելի լավ կլինի, որ սպասենք մինչև Էլիզը գա։ Մենք իրոք հավատում ենք, որ դու քեզ շատ լավ ես զգում, բայց որպեսզի բոլորս հանգիստ լինենք, լավ կլինի մենակ չմնաս։ Եթե հենց հիմա երկուստ էլ չեք վեր կացել ու չեք գնացել ձեր գործերով, խոստանում եմ, որ ես կգնամ ու մենակ։ Տատ ջան, դու փորձանք ես, հա։ Բա էլ ինչ անեմ, որ հավատակ լավ եմ զգում ինձ։ Դե մեր գնալը այդքան էլ կարևոր չի հիմա։ Շտապ չի, կհասցնենք, կգնանք։ Ճիշտ է ասում։ Այդ կապ չունի։ Ես ինձ լավ եմ զգում։ Հերիքային հիվանդի պես վերաբերվեք։ Ես ուշադրությունից նեղվում եմ։ Գնացեք, հանգիստ գնացեք։ Նորո ջան, մի նեղվի բալես։ Եթե վատ զգամ, խոստանում եմ, անպայման կզանգեմ, թեկուս մի քիչ էլ վատ զգամ կզանգեմ։ Ես հո իմ թշնամին չեմ։ Գնացեք բալես, գնացեք ձեր գործերով։ Տատի հաստատ կզանգես։ Թամարտատին այ եթե հանկարծ չես զանգել, իրոք նեղանալու եմ։ Ասեցի հա էլի։ Գնացեք։ Կարամ հասկանամ, այդ ինչ էր եղել։ Ինչ պետքա սայի հետ խոսար, որ թևն ընկած եկել հասել եք ստեղ։ Եկել ենք քեզ հետ խոսայինք, բացատրենք, որ նորոյից հեռու մնաս, որ կյանքդ նոր էջից սկսես։ Չես մոռացել, չէ՞ որ իմ աչքի առաջ էիր հաղորդագրություններ ուղարկում ես աղջկան։ Լավ, ավատ չի։ Տակտիկա չես փոխել, նույնն է։ Մագդա, ես քեզ վստահեցնում եմ։ Այս աղջիկը քո մասին ոչ մի բան էլ չգիտի։ Ուղղակի անիմաստ խոսում է, իր հերթական ծրագրերից մեկն է։ Հասմիկ, եթե իրոք դու բան չգիտես ու եկել ստեղ անիմաստ խոսում ես, ես ոչ մի բան էլ անիմաստ չեմ խոսում։ Այն ինչ որ ես գիտեմ, համ քո հետ է կապված։ Համ էլ քո եղբոր։ Չնայած ինչ եմ խոսում։ Ինչ եղբայր։ Զգում ես, որ չափերդ անցնում ես։ Դու կլինի ընդհանրապես չխառնվես։ Ինձ համաշխարհային ստախոս ես սարքել։ Եթե քո ասածի պես ես ոչ մի բան չիմանայի։ Ինչի պետքա Մագդային կասկածների մեջ գցեի։ Նորոն ու ինքը կբաժանվեին դրա համար, հա? Չէ։ Հասմիկ համբերության բաժակս արդեն լցվում է։ Խոսք եմ տալիս, եթե դու չխոսացիր, ես իմ արածների համար պատասխանատու չեմ լինելու։ Ես կխոսամ այն ժամանակ, երբ ես ուզեմ։ Ընդամենը մի զենք ունեմ։ Պետքա պահը ճիշտ որսալ, որ հասկանամ, որ ինձ օգուտ լինի։ Ինչ մարդ ես դու։ Էս ինչ մարդ ես դու։ Այս աղջիկը մեղքդ չի գալիս։ Մի քանի օր առաջ այս աղջկան վատ վիճակի մեջ գցելու համար իմ հետ հավասար պայքարում էիր։ Հրեշտակ ես դարձել, հա? Չէ, դու հրեշից էլ վատն ես էլիս։ Դու 10 տարեկան երեխուն ես ատել։ Դու քո սեփական քրոջն ես ատել էլիս։ Էնպես որ դու խղճից մի խոսա, որովհետև դևերը սկսում են ծիծաղել։ Էլի դուք։ Տիկին ջան, այսօր ամբողջ օրը ձեր զանգին եմ սպասել։ Հավատացեք, իմ համար էլ հեշտ չի, բայց մեծ գումարի մասին է խոսքը, եկել հասել եմ Երևան։ Գտեք Բաբկենին։ Ասում եմ ինքը այստեղ չի ապրում էլ, ոնց բացատրեմ, որ հասկանաք։ Հիմա ուզում եք ասեք, որ տանը չի։ Չէ, տանը չի։ Ձեր տղան անհասանելի է։ Չեմ հասկանում, ես ինչ ձև է։ Կամ ինչեր ինձ հավատացնում, որ տուն է վաճառում, որ մի հատ էլ սպասեմ։ Չգիտեմ, մենք Բաբկենի հետ չենք շփվում։ Այսինքն։
Այսինքն են, որ ես էլ տղա չունեմ։ Գնացեք որտեղից ուզում եք գտեք իրան։ Դու ես ինչ մարդ ես, որ վիճելուց հետո ընկերուհուց սխալներն ես երեսով տալիս։ Գիտես, ես ոչ թե Էլիզի վատը լինելու մասին է խոսում, այլ քո ճղճիմ տեսակի մասին։ Գիտես ինչի։ Որովհետև այդ մենակ թույլ մարդն է, որ կարա իրան վստահված գաղտնիքները, խոսակցությունները այսօր ձեռքին զենք դարձնի։ Դու ես կյանքում ոչ մի բանի չես հասել։ Այս կյանքում ինչ որ արել ես, այդ Էլիզի միջոցով ես արել։ Որովհետև նորոյին ամենամոտ մարդը այդ Էլիզն է։ Հիմա ինչ մենակ ես մնացել, էլ չգիտես ինչ անես, կամաց դեմքդ ես ցույց տալիս։ Այդ շատ լավ է։ Վերջապես Էլիզը կհասկանա, որ ամեն մեկին չեմ վստահում, ու ամեն պատահածի ընկեր չեն համարում։ Մի հատ իջի բեմից։ Դու արդեն ապացուցել ես ինչքան ցածր մարդ ես։ Դու անգամ մի վատ բառ չպետք է Էլիզի մասին ասեիր, բայց հիմա եկե իր արածները երեսով ես տալիս։ Կարող է վաղնել Էլիզի գաղտնիքները բոլորին տարածես։ Բայց էլի եմ ասում, սրանից Էլիզը չի տուժելու։ Սենց մենակ դու ես ցածրանում։ Ուղղակի նա այնքան չցածրանես, որ գետնի տակն անցնես։ Արի գնանք Մագդա, չեմ ուզում այստեղ մնամ։ Լավ էլ պաշտպանում եք իրար։ Ախպերս շատ էլ ճիշտ արեց, որ քեզ դուրս շպրտեց իր կյանքից, իմացի։ Դու չարիք էիր մեր կյանքում, Հասմիկ։ Ես մենակ կողմում ես ամեն ինչին, որ սենց ստացվեց։ Գնացինք։ Ես նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Խնդրում եմ գնացեք ու էլ մի եկեք էս տուն։ Տիկին ջան, բայց այս տունը հաստատ Բաբկենինը չի։ Չէ, էս տուն իմ թորանն է։ Ամեն դեպքում որ հայտնվի, անպայման ասեք զանգի ինձ։ Չեմ խոստանում, որ էլ չեմ գալու։ Ես պիտի հասկանամ ինձ ով է խաբում։ Այդ դու գիտեիր, որ Մագդան Արշակի ու Լաննայի խոսակցությունն է լսել։ Ոնց։ Դե Արշակն էր եկել հարցեր էր տալիս, ինչ որ բան ինձ ասելա, թե չէ։ Լսել է, որ ինչ որ մեկի հետ խոսում է ու կասկածում է, որ այս Լաննան է։ Բայց ինչ է լսել։ Դե Արշակը ասել է, որ արդեն ժամանակն է, որ Մագդան ամեն ինչ իմանա։ Հետո Մագդան հարցեր է տվել, Արշակը չի կարացել ճիշտը ասի ու տենց վիճել են։ Մի րոպե, այսինքն Արշակը որոշել է, որ Մագդային պիտի ճիշտը ասի։ Դե ես էլ զարմացա, բայց Արշակը ասեց արդեն ժամանակն է, ինչքան պետք է խաբի վատ ազգում իրեն։ Դե որ մի քիչ խորը մտածում ես, ճիշտ է ասում, վատ զգալու բան է։ Բայց ասեցի գոնե միջև հարսանիք սպասի։ Ճիշտ ես արել։ Մագդան, որ իմացավ հաստատ ծանր է տանելու, գոնե կողքին կլինես։ Ես դրա համար էլ ասել եմ, որ սպասի։ Բայց որ ճիշտն ասեմ, չեմ ուզում, որ Մագդան իրան բաց գա։ Համ ուզում եմ ճիշտ իմանա, համ չէ։ Հասկանում եմ, բարդ է, բայց դե ինչ տարբերությունն որ մեկ աուշ թե շուտ իմանալու է։ Դե զանգի թե սուր ասան։ Իրար հետ լեզու գտան, մեզ մոռացան։ Չի պատասխանում։ Մի րոպե ես զանգեմ Մագդային։
Ինձ էլ չի պատասխանում։ Ձեն-ձենի են տվել չեմ հասկանում։ Երևի շատ զբաղված են։ Մի քիչ էլ կսպասենք։ Էլիզ իրոք կներես, իմ պատճառով Հասմիկը քեզ էլ նեղացրեց։ Մագդա, ես ուզում եմ հասկանամ, դու այսքանից հետո Հասմիկին ո՞նց ես էլի հավատում, ո՞նց։ Դու չգիտես, որ ինքը միշտ քեզ խաբել է, որ քո կյանքը փչացնի։ Ո՞նց ես քեզ էլի մոտ թողնում իրան։ Էլիզ, Ինչ Էլիզ։ Մարդ այդքան միամիտ չի լինի։ Ես Հասմիկին 5 մատից պես գիտեմ, Մագդա։ Հա, ճիշտ ասեց։ Մի քանի օր առաջ ես էլ պատրաստ էի ամեն ինչ անեի, որ քո կյանքը փչացնեի։ Բայց ես փոշմանել եմ։ Ու հա, ուզում եմ կյանքը զրոյից սկսեմ։ Դրա համար ասում եմ քեզ, հեռու մնա Հասմիկից։ Ու մի հավատա իրան։ Ոչ զանգերին պատասխանի, ոչ էլ հանդիպումներ փնտրի կլինի։ Էլիզ, այս անգամ ուղակի չի, որ ես Հասմիկին հավատում եմ։ Տարբեր տեղերից ինձ տեղեկություններ են հասնում, որ ես իմ կյանքը չի, որ իմ կյանքում ինչ-որ բան է կատարվում, որի մասին ես չգիտեմ։ Հիմա ես չեմ ուզում մանրանամ ու քեզ ամեն ինչ պատմեմ։ Ուղղակի ինձ էլ հասկացի, ես չեմ կարա չհավատամ։ Ավելի կոնկրետ ինչ։ Չգիտեմ, Էլիս, իրոք չգիտեմ, բայց դրա մասին բոլորն են խոսում, այդ թվում նաև Արշակը։ Ու էդ է ինձ ստիպում, որ ես հիմա հավատամ այդ պատմությանը։ Բոլորը ասում են, որ իմ կյանքը սուտ է։ Դե ասա, դու իմ տեղը հիմա ինչ կանեիր։ Ես չգիտեմ։ Իսկ ես գիտեմ։ Էլիս, դու համարձակ աղջիկ ես ու հաստատ ավելին կանեիր։ Ուղղակի կներես, որ քեզ իմ խնդիրների մեջ եմ ներքաշում ու կներես, որ քո ուղեղի իմ պատճառով ծանրաբեռնում եմ։ Մի ասա տենց բաներ էլի Մագդա։ Հիմա ուղղակի ուզում եմ տուն գնալ։ Արի գնանք։ Ես չգիտեմ քեզ ով ինչ ասել։ Բայց Հասմիկի ասածներին դու մի հավատա։ Ինքը հաստատ քեզ խաբում է։ Ալո, Լավա վերցրիր։ Ուր եք։ վերջացրեցինք ես ու Մագդան տուն ենք ուզում գնանք։ Դե տուն գնալու փոխարեն հասցա եմ ուղարկում եկեք։ Ես ու Նորոն ձեզ ենք սպասում։ Լավ։ Նորոն ու Էդոն մեզ են սպասում, գնանք։ Չէ, Էլիս, ես չեմ ուզում Նորոնին ձեզ վիճակում տեսնի։ Լավ էլի Մագդա։ Էլիս, իրոք ուզում եմ տուն գնամ։ Դե լավ։ Ես կարող եմ նորից հետա գնացել Ռուսաստան։ Էլիս, բայց Մագդան ուր է։ Մագդան հոգնել էր։ Գնաց տուն ասեց քեզ կզանգի։ Ոնց Էլիս, ասեցիր, որ մենք նստած ձեզ ենք սպասում, թողեց ու գնաց։ Վայ նորը ասում մարդը հոգնած էր։ Չեմ հասկանում, այդ ինչ եք արել, որ հոգնել է։ Նորը լավ դե պատմություն մի սարքի։ Էլիս իրոք բան չի եղել։ Մագդա, ես դու արդեն տանն ես։ Հա, Նորո, կներես էլի, որ չեկա։ Իրոք շատ հոգնած եմ։ Համել Արշակը տանը չի, չեմ ուզում արևը մենակ մնա։ Հաստատ բան չի եղել, չէ։ Օրինակ ինչ։ Դե չգիտեմ, Մագդա, կարողա վիճել եք իրար չեք հասկացել, ճիշտն ասա։
Նորո եթե դու սենց շարունակես Էլիզին կասկածես, լավ չի լինելու։ Ինքը կիմանա ու կնեղանա քեզանից։ Հաստատ պետք չի։ Լավ, բան չեմ ասում։ Չէ, ոչ մի բան էլ չկա։ Մի տեսակ լարված ես Էլիզ։ Ինձ թվաց ուղղակի Նորոյի մոտ չես ուզում խոսել։ Էդո Մագդան ինձ իր կյանքից մանրամասներ պատմեց ու ես ընկա մտածմունքների մեջ։ Ինչ է պատմել Էլիզ։ Դա ասում էր, որ իրան ինչ-որ մարդիկ ասել են, որ իր կյանքը սուտ է, ու որ ինքը պարտադիր պետք է իմանա ճշմարտությունը։ Այդ թվում նաև Արշակը։ Էդ, դու ինչ-որ բան գիտես, դու Արշակի հետ մոտ ես։ Էլիս ինչ-որ բան կուզես ուտես կամ խմես ասան բերեն։ Չէ, հոգնած եմ, եկեք դուրս գանք։ Հիմա ես ինչ անեմ։ Տանից դուրս գամ, որ դու հանգիստ շարժվես, հա։ Չէ։ Դե ուրեմն ասա տենամ ինչ պետք է անեմ, որ այս նեղված վիճակը տանցնի։ Ուղղակի ճիշտն ասա։ Ասա հասկանամ, այդ ինչ պետք է իմանամ։ Մագդա, ես արդեն ասել եմ քեզ։ Պարզա։ Լսի ինձ։ Դու ուղղակի ինձ շփոթում ես քո աշխատողների հետ։ Մտածում ես ինչ ասես, պետքա չպատասխանեմ, պետքա ամեն ինչ լուր տանեմ, բայց չես հասկանում, որ այդ տենց չի։ Հասկացա, այդ ոնց ես հետս խոսում։ Բա այլ ինչ անեմ։ Ինձ թվում է այս աշխարհում բոլորին պատմությունը գիտեմ բացի ինձնից։ Լավ, այդ ինչ ես արել։ Այդ ինչ ես արել, որ հիմա դու չես համարձակվում խոսաս։ Մագդա, դու իրոք մտածում ես, որ ես կարամ քեզ ինչ-որ վատ բան անեմ, հա։ Ես էլ չգիտեմ։ Ես չգիտեմ իմ գլուխը որ պատին տամ։ Դու շատ լավ գիտես, որ ես վատ վիճակում եմ, որ ամեն օր մտածում եմ։ Բայց քեզ ես հետաքրքիր չեմ։ Քեզ մենակ Լանան է հետաքրքիր։ Մտածում ես Լանան հանկարծ չնեղանա, Լանան հանկարծ չլացի, Լանան հանկարծ մենակ չմնա։ Բա ես լավ դու մի օր իմ մասին մտածել ես։ Ինչի՞ չես գալիս իմ հետ խոսում։ Կամ որ խաբում ես, ինչին են սուտ չես ասում, որ ես հավատամ դրան։ Դե հերիքա, չափերը տանցնում ես արդեն։ Դիմացը ախպերը տա կանգնած, ոչ թե ինչ-որ լակոտ։ Ինչքան ցեղ կար շպրտեցիր վրես։ Դու երբ էր իմ հետ սենց խոսացել, որ հիմա ես խոսում, հե։ Ասենք լավ, ինչ-որ բան կա, որ դու չգիտես, ու ես քեզ դա չեմ ասում։ Այդ նշանակում է, որ ես ուզում եմ քեզ վատություն անեմ, հա, Մագդա։ Պետք է իմ հետ թշնամու պես խոսաս, հա։ Իսկ չես մտածում, որ ես այդ քայլով հնարավոր է ուզում եմ պաշտպանեմ քեզ։ Իսկ դու չես հասկանում, որ ստի միջոցով ինձ պաշտպանել ուղղակի պետք չի։ Ոնց ես տաճ ջան։ Լավ եմ, լավ Նորո ջան։ Ինչ լավ այկար։ Ասա տեսնեմ։ Երբ ես որոշելու հարսանիքի տորը։ Տատ։ Հա, կոնկրետ օր ասա։ Ես քեզ ասել եմ, չէ։
Երբ իրոք կհասկանան, որ դու լավ ես, ու ամեն ինչ լավ է, նոր կխոսամ Արշակի ու Մագդայի հետ։ Նորո ջան, ես արդեն շատ լավ եմ, այնպես որ հենց վաղն էլ խոսիր։ Տատ, մի քանի օր առաջ այս թեմայի հետ կապված ընդհանրապես ոչ մի բան չէր ուզում լսեիր։ Հիմա ինչ փոխվեց։ Ուզում եմ, որ երջանիկ լինես։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, ուզում ես ներկա լինես իմ հարսանիքին։ Բահու չեմ թողելու մենակ մնաս։ Ինչքան էլ ես դեմ լինեմ այդ անձնավորությանը, մեկը գալու եմ հարսանիքիդ։ Հույս ունեմ, որ բաբկենը քեզ չի մտափոխի։ Սուս մնա։ Դրա անունը չտաս։ Չտաս, լսում ես։ Տատ, ինձ չխաբես։ Ես զգում եմ, որ ինչ-որ մի բան եղել է։ Վիճել եք, նեղացրել եք ես, հա? Հա? Բա եկել էր հիվանդանոց, տեսավ, թե ինչքան վատ եմ, եկավ տեսավ ու անհետացավ, մի հատ չհետաքրքրվեց էլ ինչ եղա, ոնց եղա, բա չնեղանամ Նորո ջան։ Տատի, հաստատ էտա պատճառը։ Բա քիչ է։ Աջան, Ոնց ես, ինչ ես անում։ առանձնապես բան չէ, դու ասա։ Ես էլ։ Ոնց է արևը։ Լավ է, քնած է օրվա հերոսը։ Էդ այսօրվա խոսակցությունը կիսատ մնաց։ Արշակը քեզ ինչ-որ բան ասեց Մագդայի հետ կապված։ Էլիս փակի էլի թեման, այդ մեր գործը չի։ Որ տենց ես ասում, ուրեմն մի բան գիտես։ Լավ, բայց Ասացի փակի թեման էլիս։ Ավելի լավ է արի մեզնից խոսենք, նոր ենք հաշտվել, չէ։ Դու այն ասա, ոնց էիր առանց ինձ գոյատևում։ բայց ով ասեց, որ գոյատևում էի։ Շատ լավ էլ ապրում էիր, չէ։ Չէ, գիժես։ Կատակ եմ անում։ Համ էլ չեմ ուզում շատ բան ասեմ, որ երես չառնես։ Լավ էլիս, դու ավելի լավա գնա քնի, թե չէ սա էլի վիճելու ենք։ Մեր մեջից երես առնողը մենակ դու ես էլիս ջան։ Ճիշտ ես, արի կլինի, ես քնեմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բա ինչի՞ ես այսքան շուտ եկել։ Մագդա, որ զանգերից պատասխանել շատ հնարավոր է չգայի։ Ուղղակի մտքովս ինչ ասես անցավ։ Ուղղակի քնած էի։ Ում ես խափում, Մագդա։ Դու միջևի մեջ չխոսեր, հաստատ չէիր քնի։ Նորը գիշերը Արշակի հետ եմ վիճել։ Ու առաջին անգամ ես Արշակին նեղացրեցի ու վիրավորեցի։ Միշտ հաշվի եմ առել, որ դիմացս մեծ աղբերս է կանգնած։ Ուղղակի այս անգամ իրոք ինձ կորցրեցի։ Մի քանի օր առաջ Արշակը հեռախոսով էր խոսում ու ասում էր, որ արդեն ժամանակն է, որ Մագդան ամեն ինչ իմանա։
Ես վստահ եմ, որ Լանայի հետ էր խոսում։ Չգիտեմ, ես հիշում եմ Կարենի ասածները ու ինձ թվում է իրոք Լանան Իսկ դու կլինի այդ Կարենի ասածները քիչ հիշես։ Հա։ չգիտեմ անկախ ինձ է ստացվում։ Դե աշխատի նեցանես, որ էլ չստացվի Մագդա։ Ու հերիքա կենտրոնանաս անիմաստ խոսակցությունների վրա։ Դու ինչ գիտես դրանից առաջ ինչ ա ասել։ Կամ ինչ ես վստահ, որ հենց Լիաննայի հետ ա խոսացել։ Ախր ինչ էականա դրանից առաջ ինչ է ասել։ Փաստը այնա, որ ես ինչ-որ բան չգիտեմ, չէ։ Ես մի բան գիտեմ։ Ախպեր է դա։ Ու ինքը հաստատ քո վատը չի ուզում։ Ու եթե ինչ-որ մի բան չի ասում, չի անկեղծանում քո հետ, ուրեմն տենց է պետք։ Ընդունի ու հարցեր մի տուր։ Մի րոպե։ Կարողա դու էլ գիտես այն ինչը արշակը։ Հա նորո։ Մագդա, Նորը հարցիս պատասխանի։ Ու հանկարծ չփորձես ինձ խաբես։ Եթե խաբելու ես, ավելի լավ է միանգամից թեման փակի։ Լանա։ Բարի լույս։ Բարի լույս, Հասմիկ ջան։ Որ խնդրեմ դասացուցակիդ մեջ գնայես, 7-ի բդասարանը քոնն է։ Ուղղակի ես էլ եմ այդտեղ դասի։ Ու եթե դու պլանավորված գործեր չունես, 3-րդ ժամը ես պարապեմ, 7-ը դու։ Մի րոպե։